Երբ Աստված Սողոմոնին առաջարկեց ընտրել որևէ պարգև, Սողոմոնն ընտրեց իմաստությունը։ Աստված տվեց դա Սողոմոնին, մնում էր հնազանդվել Աստծուն։ Սողոմոնը երկրպագում էր միայն ճշմարիտ Աստծուն։ Նա հնազանդվեց Աստծուն և նրա համար գեղեցիկ տաճար կառուցեց։ Ժողովուրդը ապրում էր երջանիկ և խաղաղ, իսկ Սողոմոնը իր իմաստությամբ փառավորվեց ամբողջ աշխարհում։ Սակայն Սողոմոնի կանայք տարբեր երկրներից էին։ Նրանք չէին երկրպագում Աստծուն, իսկ մի քանիսը նույնիսկ երկրպագում էին կուռքերին։ «Սողոմոն, խնդրում ենք», ասում էին նրանք, «մեզ համար պալատ կառուցիր, որ այնտեղ կարողանանք պաշտել մեր աստվածներին»։ Սողոմոնը գիտեր, որ Աստծո օրենքով չէր կարելի երկրպագել կուռքերին։ Աստված ասաց, որ մարդիկ պետք է միայն իրեն երկրպագեն, բայց և այնպես Սողոմոնը կուռքերին պաշտելու համար պալատ կառուցեց։ Կանանց հաճոյանալու համար նա մի վատ բան էլ արեց։ Ինքն էլ սկսեց երկրպագել կուռքերին։ Սրա համար Աստված խիստ զայրացավ նրա վրա։ Աստված ասաց. «Սողոմոն, քո անհավատարմության համար թագավորության մի մասը կվերցնեմ քո որդուց»։ Սողոմոնի մահից հետո նրա որդին ուզում էր ղեկավարել հրեա ժողովրդին, սակայն նա հակառակորդ ուներ։ Նրանք անընդհատ պատերազմում էին։ Վերջապես պետությունը բաժանվեց երկու մասի, ամեն մեկն ունեցավ իր թագավորը։ Ժողովուրդը դժբախտ էր, որովհետև Սողոմոնը մինչև վերջ չօգտագործեց Աստծո տված իմաստությունը։ Սողոմոնը անհավատարիմ եղավ Աստծուն։